ու հետո ինձ ինչի մեջ են մեղադրում, ախր հիմա որ ուզենամ հիշեմ թաղապետը ինչ էր արել քաղաքապետարանի հանդեպ, այն որ Ավինյանը եթե հիմա էսի լսի, օրինակ կամ եթե ԿՊՑ-ի նայող կա, օրինակ ախր ոնց ասեմ կոալիցիոն չեն, սրանք պաստավշիկ են, ուղղակի այսինքն թաղապետը որ զանգի, ախր ասեմ, չասեմ, դե լավ ասեմ, թող ստորության իրանց աստիճանը երևա, էլի ասենք, ասա, ոնց ասեմ, չէ, բայց ասա, թաղապետը սենց ասեմ, զանգել է Ավինյանի վրա գործը տվել, ասել է ախպեր սենց բան կա, հենց այդ նույն թաղապետը, հենց նույն թաղապետը, այս խուլիգանը, Բուչան զանգել է Ավինյանի վրա, քեզ բանը, նավոտկա է։ Ինֆորմացիա տվե, այսինքն, էլի։ Ասենք յոգ ստորության աստիճանը։ Չէ, թող, բայց ստորություն չի, բայց դա տեղն է սրանց, այսինքն ջոգում ես Ավինյան։ Մի պատկերացնում ես ինչա կատարվում։ Ջոգելով Ավինյանը ինքն դատապարտիչ զզվում, պրոստը ճարճ։ Լավ ուրիշ պահ ասեմ։ Ստորության մյուս աստիճանը ասեմ։ Էլի միջև նոր նշանակվելներ, դե մասիվի թաղապետն է, ուզեմ չուզեմ պիտի համագործակցեմ։ Մասիվցի տղա։ Ես եմ մասիվցի տղա, պիտի համագործակցեմ թաղապետի հետ։ Մասիվում մի հատ խնդիր կար, խաղահրապարակ կար, ընդ լավ տեղին փողը կերել էին, էլի ծավալների հավելագրում էին արել, շատ կուլտուրական գնացի, ասեցի պարոն Տեր Մարգարյան, էս է, ծավալների հավելագրումը, այս խնդրի մասին իմացեք, աշխատանքները մի խոսքով չընդունեք, էլի մի խոսքով ընթացք տա։ Ասեցի անցավ գնաց, ընդունեց աշխատանքները, փողը վճարեց։ Էդի հանրայնացեցի ակտերով բան, հետո ինչ պարզվեց, ինչ այլ է։ Ինձ ինչ է գալի տեղ հասնում, որ ախպեր ախր դե ասեմ շինարարից գնացել են իմ անունից փող են ուզել։ Չէ։ Ջոմս ստորության ասել են իմացել է։ Ինչքան էր 1 միլիոն էր ոնց որ, հա, ասել են 1 միլիոն ավել պետք է գաս։ Չէ, 1 միլիոն տուր, Չախոյանին տան, իրանը փագին, ձենը կտրի բան, հա։ Այդ նույն մարդը։ Չէ, այդ իրանց այդ բարեկարգման ծրագրի շուրջ, ոչ թաղապետն է գնացել, ասել իրանց աշխատակին։ Հա։ Ու ասեն գնում ես թաղապետ փող են աշխատում, արա այս մարդը։ Ու ես դրա մասին չեմ իմանում, շինարարն է ինձ զանգում դրա մասին, ասում եմ չախոյ, sense բան կա, ոնց դու փող ես ուզում էզի չես ասում, թաղապետարանից են ասում, բան ասում ոնց լավ չես։ Գնում եմ այդ նույն բանը թաղապետին եմ ասում, իրան եմ ասում եմ, ապեր sense բան այլ է, sense բան չի կարա լինի։ Ասում եմ կարա լինի, ուզել են։ Ու ասում եմ ով է ուզել, էլի։ Բալավ, հեսա կտենաս, հեսա ինչ անելու, իրան գործից հանելու ենք բանը, հեսա խնդրելա, որ մի ամիս գործ ճարենք, առանց գործ չմնա հելնի, ինչև որ աշխատում է, են որ ասում է, ինքն էր ասում, տղուն նշուլ չունի, որ զապիսանում, ինքն էր մի ասել, ախր դե ասել, սաղ ասեմ էլի, ասենք, ստորության աստիճանը, իրանց ինչ աստիճանը, խոսքի քաղաքապետարանի պաշտոնյայի զապիսներն է մոտս միացնում, որ պիտի հեսա աշխատանքից հեռացնեն, բայց միջ օրես արդեն տարի կամ եթե չսխալվում մոտ տարի ավել է անցել, իրան աշխատանքից չեն հեռացել, բայց ամենտեղ ասում հեսա մի ամսից հանելու եմ, ախպեր խի ձեռա տալի։ Բայց այդ ով է ասում։ Թաղապետը։ Թաղապետի գործունեություն է քաղաքապետարանի պաշտոնյայի հետ։ Չէ, իրա, հա։ Կոմունալի աշխատող։ Բայց լավ տարբերակ ախպեր, օրինակ նայ մենք եկանանք բան անենք, օրինակ նայ մի օր իմանանք, որ ասենք Արթուրին Չախոյան կանչում ենք, մի հատ իմանում ենք Արթուրից ով կա տես պրոբլեմատիկ է այսօրվա դրությամբ ակտուալ բաներից, թաղապետերից, կապվում ենք հետ, ասում ենք ախպերս կարող անես բաներ ասի, ասենք սաղս համար լավ չլինի, էլի բռատ ուզում եք, մարդամ $2000 չեք, հենց տենանք տես բաներ է խոսում, հոսանքը կանջատենք, յանի անջատվավ կասենք եթերը խափանվեց։ Արա ես լսել էի sense բաներ, անկեղծ, բայց երբեք չի առնչվել բանի հետ, էլի, փաստի հետ։ Կներես, համեմատություն չի սա, մեզ ուղիղ են համեմատել տարբեր շրջանակներ, բայց սա вообще համեմատություն չի որևէ պարագայում, դոգի մասին է խոսքը։ Իտոգում դոգին ինֆո էին տալիս, ասենք օրինակ փոխնախարարը զանգում էր, նախարարի վրա ինֆո էր տալիս, նախարարը զանգում էր այն մեկի վրա ինֆո էր տալիս։
Սրանց մոտ դու ջոմս եղկելիության աստիճանը նայ։ Թաղապետը զանգի, քաղաքապետի վրա գործ տա։ Բա հետո որ զանգի շինարարին ասի 1 միլիոն Զանգի փոխ տու։ շինարարին ինչ որ մեկը, չերես ես մարդ, ասի գնացեք բան արեք։ Ու ջոմես ու հարցը ոնց են իրանք տեղի ոչ թե իրանք են ուզում այ Չախոյանի բերանը փագել տանի յանի իրանք լավն են Իրանք էլի դե փայ չունեն, իրանք իրանք փայ ախպեր չունեն։ շարը էլի սենց Էն էլ 100% տվել է ախպեր։ Էն էլ չի տվել Մի անգամ տեսնեմ որ արտորին կտան, կանխվել է այդ Այ պահը քեզի կանխվել բայց դու վստահ ես որ օրինակի համար շին թույլ տվությունների բաներ չեն տվել։ Իմ ջոգերով լիքը մարդ փող է բռնել տանով ապեր։ Էդի մի դեպք է, որ փաստորեն կարացել է շինարարի վրա։ իրականում Լիքը Կարելի է դեպքեր ենթադրել որ ախպեր չան։ ախր իրականում սրանք արել։ վիճակը նես տխուր է այնքան պատմություն բան կա որ ամեն ինչ չի էլի որ սենց եթերային կարան պատմեմ ուղղակի հենց այս միջադեպին էր վերաբերում թաղապետին ոնց որ իրաց դեմքն եմ հանրությանը ցույց տալի Դա շատ կարևոր է որ մարդիկ որ իմանան էլի որից հետո չէ մնացած առումով ամեն ինչ չի ժողովուրդն էլ հասկանում է որ ամեն բան չի որ կարաս եթերով խոսաս էլի դրա մասին